Սիրված և պահանջված դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է մնալ ակտիվ և անմիջական իր հետևորդների հետ, հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ նա ոչ միայն կիսվում է նկարահանման ընթացքից կադրերով, այլ նաև հաճախ հաղորդակցվում է հանդիսատեսի հետ, ստեղծելով կենդանի կապ սերիալի ու հեռուստադիտողի միջև։ Վերջին զանգը սերիալում նրա մարմնավորած Անգելինայի կերպարը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես դերասանական աշխատանքի շրջանակներից և դարձել է հազարավոր մարդկանց սիրելի ու հարազատ կերպար։ Անգելինան այն հերոսուհին է, որի հետ հեռուստադիտողն ապրում է յուրաքանչյուր ցավը, յուրաքանչյուր կորուստն ու յուրաքանչյուր հույսը։ Նրա անցած ճանապարհը լի է եղել ծանր փորձություններով, ընտանիքից հեռացում, ճշմարտության բացահայտում, սիրո ու դավաճանության միջև ընտրություն, ներքին պայքար և վերջապես մայրանալու սպասում։ Այդ ամենն Անգելինային դարձրել է ոչ միայն սերիալի առանցքային, այլ նաև ամենամարդկային կերպարներից մեկը։ Օրեր առաջ Ռոզա Դավթյանն իր էջում հարց ուղղեց հետևորդներին. «Ինչ եք կարծում, Անգելինայի կերպարը կմնա մինչև վերջ, թե կմահանա»։ Այս հարցը բնականաբար մեծ արձագանք ստացավ և դարձավ հերթական ինտրիգը, որն էլ ավելի լարեց սպասումները սերիալի ավարտից առաջ։ Մեկը մյուսին հաջորդող մեկնաբանությունները ցույց տվեցին, թե որքան մեծ է հեռուստադիտողի կապվածությունը Անգելինայի կերպարի հետ։ Սակայն ակնհայտ է, որ սա սցենարային խաղի մի մասն է, ուղղված լարվածությունն ու հետաքրքրությունը պահպանելուն։ Դժվար է պատկերացնել, որ սցենարիստը նման քայլի դիմի և սերիալի առանցքային հերոսուհուն հեռացնի պատմությունից։ Անգելինայի մահը ոչ միայն կխախտի պատմության տրամաբանությունը, այլ նաև կդառնա մեծ հիասթափություն հեռուստադիտողների համար, ովքեր ամիսներ շարունակ սպասել են նրա երջանիկ ավարտին, հատկապես այն բանից հետո, երբ նա երկար պայքարից հետո գտավ իր ընտանիքը, իր ճշմարտությունը և հիմա հավանաբար կգտնի նաև Հենրիին ներելու հնարավորությունը։ Անգելինան սերիալի հույսի ու շարունակության խորհրդանիշն է։ Նրա կերպարը մարմնավորում է այն գաղափարը, որ նույնիսկ ամենամութ ճշմարտությունների ու ցավալի կորուստների միջով անցնելուց հետո հնարավոր է կանգնել ոտքի, ներել և ապրել։ Հենց այդ պատճառով էլ հեռուստադիտողները վստահ են, որ Անգելինան պետք է մնա մինչև վերջ։ Ռոզա Դավթյանի հարցը ամենայն հավանականությամբ պարզապես ևս մեկ գեղեցիկ ու մտածված ինտրիգ է, որը նպատակ ունի ակտիվացնել քննարկումները, պահել հետաքրքրությունը և սերիալի ավարտին հասնել առավել մեծ հուզմունքով։ Մի բան հստակ է՝ Անգելինայի կերպարն արդեն իր տեղն ունի հեռուստադիտողի սրտում, և ինչ ավարտել ունենա սերիալը, նա կմնա որպես վերջին զանգը պատմության ամենասիրված հերոսուհիներից մեկը։ Վերջին զանգը մոտենում է իր ավարտին, և կարելի է վստահել, որ Դիանա Գրիգորյանը ընտրել է ոչ թե պարզապես վերջակետ դնելու, այլ ամբողջ պատմությունը ամփոփելու, ցավերը փակելու և կերպարներին իրենց արժանի ավարտը տալու ճանապարհը։ Ավարտը լինելու է հուզիչ, լարված, բայց միևնույն ժամանակ իմաստային ու արդար։ Սերիալի վերջին սերիաներում բոլոր պատմական գծերը գալիս են հանգուցալուծման։ Այն գաղտնիքները, որոնք տարիներ շարունակ քանդել են մարդկային ճակատագրեր, այլևս չեն կարող թաքնված մնալ։ Ճշմարտությունը որքան էլ ցավոտ, վերջապես հաղթում է։ Յուրաքանչյուր կերպար կանգնում է իր ընտրության առաջ և ստիպված է պատասխան տալ իր արածների համար։ Աննան սերիալի ամենատառապած կերպարներից մեկը անցնում է կյանքի ու մահվան սահմանով, բայց հենց այդ սահմանագծում է, որ ընտանիքը վերջապես միավորվում է։ Մայր-դուստր կապը, որը տարիներ շարունակ խզված էր, դառնում է սերիալի ամենահուզիչ առանցքներից մեկը։ Անգելինան ոչ միայն գտնում է իր ծնողներին, այլ նաև սեփական ուժը, ինքնությունը և ապագայի հավատը։ Նրա հղիությունը դառնում է նոր կյանքի, նոր սկզբի խորհրդանիշ անցյալի ցավերի ֆոնին։ Սոսը, որ տարիներ շարունակ լուռ կրել է մեղադրանքներ ու կորուստներ, վերջապես արդարացվում է ոչ միայն մարդկանց, այլև սեփական խղճի առաջ։ Նա դառնում է այն հենարանը, որի վրա կանգնում է ընտանիքը ամենադժվար պահերին։ Նրա կերպարը սերիալի վերջում ամրապնդվում է որպես հայր, պաշտպան և մարդ, ով երբեք չի դավաճանել սիրուն։ Հենրին անցնում է ամենաբարդ ներքին ճանապարհը՝ սխալներ, լռություն, վախ, հետո զղջում ու պատասխանատվություն։ Ավարտին
ավարտին նա կանգնում է ոչ թե որպես կատարյալ հերոս, այլ որպես մարդ, ով գիտակցել է իր սխալներն ու պատրաստ է պայքարել իր ընտանիքի համար։ Նրա ու Անգելինայի հարաբերությունները վերջապես մաքրվում են ստերից ու դառնում հասուն սիրո պատմություն։ Լիլիթի կերպարը սերիալի ամենաողբերգական ավարտներից մեկն է ունենալու, նա ընտրում է բռնության ճանապարհը և այդ ճանապարհը նրան տանում է լիակատար կործանման։ Նրա պատմությունը դառնում է զգուշացում, չլուծված ցավը միշտ վերածվում է վտանգի, առաջին հերթին հենց իր համար։ Լիլիթը չի գտնում խաղաղություն, որովհետև ընտրել է վրեժը, ոչ թե ընդունումը։ Միքայելի կերպարը ևս չի մնում անպատիժ, նրա ամբողջ կյանքը կառուցված էր վերահսկողության, խանդի ու վախի վրա, և հենց դա էլ դառնում է նրա ամենամեծ պարտությունը։ Սերիալի ավարտին նա մնում է միայնակ, գիտակցելով, որ սերը չի կարող ծնվել բռնի որոշումներից։ Վերջին զանգն ավարտվում է ոչ թե աղմուկով, այլ զգացողությամբ։ Դա այն սերիալներից է, որի վերջին կադրերից հետո դեռ երկար ես մտածում կերպարների մասին։ Ավարտը լի է արցունքով, բայց նաև հույսով։ Ցավը մնում է անցյալում, իսկ ապագան սկսվում է ճշմարտությամբ։ Դիանա Գրիգորյանի այս աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հեռուստասերիալը կարող է լինել ոչ միայն ժամանց, այլ նաև զգացմունքային ու մարդկային մեծ պատմություն։ Վերջին զանգը հնչում է որպես ավարտ, բայց նաև որպես նոր սկիզբ թե՛ հերոսների և թե՛ հեռուստադիտողի համար։